Ողջույն սիրելիներ, դուրս եմ գալիս, գնամ ընկերուհուս տուն, ուրիշ քաղաք։ Մի փոքր տխրել եմ, որ հեռանում է ինձանից, բայց ուրախ եմ, որ տաք տեղ է գնում հարավային ծովափնյա քաղաք, այնտեղ որտեղ իր համար ավելի լավ կլինի, ուրախ եմ դրա համար։ Դե ինչ, գնացի։ Չէ, ոչ մեկին չեմ նկարում, ուզնյաշկեքն եմ նկարում։ Մի քիչ ուշ բայց խսերուսան չի Եկել եմ ռուսական խանութ պիլմենի գնելու և որոշ քաղցրավենիքներ։ Торт белочка. У вас есть торт белочка, вафельный торт белочка? Есть у вас что-то? Пельмени. Вот эти с мясом, да? Մսով են սրանք կարտոֆիլով, պանիրով կան։ Բալով, հետաքրքիր է, ինչ համտում են բալով ֆիլմենի։ Ես երկար սրանք ուղերցնեմ։ Խավիաս, գրեչկան։ Խավիաս, հայկականը տեսնենք սինչա խավիարը հեսա հայկական սամբոկի սարետ մեր հայկական խավիարը Так, դեսերտները, տորտ վաֆլիները չգտա, այս կարով կամ վերցնելա դրա նման ահամը, մի հատ էլ սրանից։ Еще мак кофе, где у вас? Пельмени, йод, евро. Что-то
900 գրամ, համարյա 1 կիլոգրամ։ Գրեչկան էլ 3.50։ Ահա, կոչվում է Կոլոս։ Ջոնջողես կանգառում է գտնվում։ Այս կանգառում Ստրասբուրգի շատ լավ մարդիկ են տերերը, շատ գոհ եմ այս խանութից, գներն են հարմար, adekvat, տերերն են շատ հաճելի մարդիկ, նույնիսկ այս շոկոլադը նվիրեցին, ինձ դուր է գալիս այս խանութը, հայկական խանութներ էլ կան, բայց մեզ ավելի մոտ է այս ռուսական խանութը, որտեղ կան նաև ռուսական, ինչպես նաև հայկական պրոդուկտներ, հարմար խանութ է, կիրակի օրն էլ բաց է, աշխատում են։ Այնպես որ կարող եք այցելել, եթե ապրում եք Ստրասբուրգում, խորհուրդ կտամ միանշանակ, սա գովաստ չէ, ես իմ բոլոր գնումների դիմաց վճարել եմ, պարզապես իմ փորձով եմ կիսվում ձեր հետ։ Դե ինձ սիրելիներս, եկեք ցույց տամ, թե ինչ սպասք եմ ես գնել H&M-ից, հիմա այս թղթերը հանեմ ու ցույց տամ։ Հապա մի նայեք, ինչ գեղեցկություն է, ինչ գեղեցիկ կուժ է, ընդհանուր առմամբ այսպիսի կուժեր բոլորի տանն են, չէ, եղել հնում, տատիկներն են ունեցել մեզ, ծնողները, իմ հայրիկը ուներ սրանից, մեր ամառանոցում գինի էր լցնում մեջը, կափարիչ ուներ, բայց սա ես կարող եմ թեպետ գինու համար էլ օգտագործել, մանավանդ տաք գինիներ, այստեղ դե պատրաստում են դարչինով, մեխակով, նարինջի կեղևով, բայց ես սա որոշել եմ թանի համար օգտագործել, շատ հարմար է չափսը, եւ նաեւ քամած հյութերի, ես միշտ քամում եմ նարինջի հյութ, ցիտրոնի հյութ, լայմի հյութ, այդպիսի հյութերի համար էլ է կարելի օգտագործել։ Այս փոքրիկ ափսեները շատ լավն են, չափսը տեսեք, խորություն ունեն հատապտուղների համար, մոշ, մալինա, ելակ, ահա այդպիսի հատապտուղների համար։ Զեղչերը շատ լավն էին, իմիջիայլոց այս գրաֆինը, եկեք նայենք, այս գրաֆինը լավ զեղչվեց, 25-ից հանել էին 10 եվրո, 15 էր դարձել, վերջում էլ եւս 50%-ով էլի զեղչվեց ու ես գնեցի ընդամենը 7.99 եվրոյով, այս է շատ լավ գին է դրա համար։ Այս ափսեները փոքրիկ, ի սկզբանե գինը եղել է 15, հետո զեղչվել է։ Մի խոսքով, ահա զեղչերը, գրաֆինն էլ, ափսեներն էլ երկու անգամ են զեղչվել։ Արդյունքում ես այս գրաֆինը գնեցի 8 եվրոյով եւ այս ափսեները 6 եվրոյով։ Շատ լավ գներ էին, դե սա էլ արդեն գոտիի գինն է, 24 եվրոյից, 25 եվրոյից հանել եմ 17, 8 եվրոյով եմ գնել, կաշվե սովորական կլասիկը գոտի է, չեմ հասկանում ինչի է ի սկզբանե այդքան թանկ 25 եվրո, մենք որ նոր էինք եկել Ֆրանսիա, հենց այդ նույն գոտիները, նույն H&M-ում հենց այսքան էին 7.99, մաքսիմում 9 եվրո առանց զեղչի։ Հիմա գները սաստիկ բարձրացել են, կարծում եմ կաշվից է, որ այդպես թանկ է 25 եվրոն այդ խանութի համար չի ասի էժանգինա սահմանված գոտու համար։ Հիմա եկեք ցույց տամ, ես այս կոմպլեկտից որոշ կտորներ նախապես էի գնել, եկեք ցույց տամ այդ կտորները։ Ահա, մի քանի օր առաջ ես սրանք էի գնել եւ ձեզ ցույց եմ տվել, դուք տեսել եք, ովքեր չեն տեսել, կարող են հիմա տեսնել, այսպիսի ողկույզի կտորներից իրական չափսերով, ողկույզի իրական չափսով խաղողի ողկույզ է։ Դնեմ այստեղ ավելի լավ կերպ է։ Երկուսն եմ գնել, երկու հատ սրանից, երկու հատ այս հատապտուղների համար, այս ափսեն, իսկ սա խաղողի համար եմ գնել, հենց մի ողկույզ խաղողի համար, այստեղ ընդունված է պանիրների հետ սեղանին մատուցել խաղող եւ պանիրը առանձին է մատուցվում, սիրելիներ, դեսերտից առաջ, հետաքրքիր են, չէ, ուտում իրենք։ Ինչպես նաեւ այս գեղեցիկ աղամաններն էի գնել ես այդ խանութից, H&M Home-ից, այստեղ ֆրանսերենով հենց չի կարդացվում, Home են ասում, H&M Home։ Սրանք բոլորը զեղչով եմ գնել, ընդհանուր առմամբ կազմել է մոտ այսքանը, այս ամբողջը որ տեսնում եք, արդեն զեղչված տարբերակով ընդհանուր առմամբ կազմել է 50 եվրո է կազմել այսքանը այս ամենը, բայց զեղչված տարբերակով, եթե
զեղչերը հանենք, եռակի անգամ թանկ կլինի, որովհետև ես գնել եմ ոչ թե 50% զեղչ, այլ որոշ կտորներ երկրորդ անգամ էլ էին զեղչվել 50%-ով, եւ ընդհանուր առմամբ գոհ եմ այս գնումներից, ինձ շատ դուր է գալիս, նոստալգիա ապրեցի, ուղղակի ես չի կարող այս կուժը չգնել, որովհետև հիշեցրեց մեր լավ օրերը, մեր ամառանոցում, մեր բարի ժամանակները, այն լավ օրերը, երբ հայրիկս ողջ էր եւ իր ձեռքերով պատրաստում էր եւ գինի, եւ տարբեր տեսակի մրգերից կոկտեյլներ, էլ չհաշված բարիկները մեր ամբողջ այգու ծառերի պտուղները, նաև հատապտուղները սև հաղարճ ունեինք, դույլերով հավաքում էինք սպիտակ գիլաս, դույլերով հավաքում էինք ծիրանը, էլ չեմ ասում տեսականին, խաղողների եւ այլն, եւ այս ամենը ինձ տարավ դեպի իմ մանկություն, պատանեկություն եւ շատ հաճելի նոստալգիա ունեցա այս կուժը տեսնելով մեր ամառանոցն եմ հիշում ու մեր լավ օրերը Ճիշտ է, երբ ամուսնացած կեսուրիս նկուղում էլ գտա հենց նույն այդ կուժից, որ ուներ հայրիկս, հենց իր կափարիչով եւ այլն, բայց ով հանեց, ով օգտագործեց, չէին գնահատում։ Այն ժամանակ չէին գնահատում այսպիսի բաները։ Բավականին ծանր է, բավականին սա փչել, պատրաստել դժվար է, չէ՞ ստանալ այս ֆորման, այս գեղեցկությունը, բացի ընդհանուր իր ֆորման, այս խաղողի յուրաքանչյուր հատիկը։ Այն ժամանակ չէին գնահատում այսպիսի բաները, ով էր ուշադրություն դարձնում։ Համարում էինք հնություն եւ վերջ, բայց հինը միշտ վերադառնում է։ Հիմա տեսեք 30 տարի հետո վերադարձել է այս ամենը։ Ինչը որ դեն ենք նետել, այսօր գնում ենք։ Սելավերի թե սա է ճշմարտությունը։ Այնպես որ գնահատեք վինտաժային իրերը, իմ սխալները թույլ մի տվեք։ Նախ եթե ունեք պահպանեք, որովհետև դրանց դիմաց հիմա պատրաստ են մարդիկ ավելի մեծ գումարներ տալ, քան արկա է խանութում, օրինակ այս սրագինը իրական արդեն 25 եվրո է իրական գինը։ Սրանք զեղչված եմ գնել, բայց կարծեմ 20 եվրո է սրա իրական գինը։ Այնպես չի, որ էժան է։ Սրա իրական գինը 14 եվրո պուճուրի կապսե է։ Աղամաններինը նույնպես 15 եվրո, այսինքն սա էլ է 15, դե 14.99 կարող ենք կլորացնել։ Սա ժամանակակից տարբերակն է եւ ճիշտ նույնից կարծում եմ, որ դեռևս շատերի տներում կա վինտաժային տարբերակը։ Ուզում եմ ասել, ամեն բան միշտ վերադառնում է։ Պետք չի դեն նետել մտածելով դե անցել է պատմության գիրքը, միևնույնն է, դրա մյուս տարբերակը գնելու ենք մի քանի տարի հետո խանութներից ավելի բարձր գներով։ Դրա համար ես միշտ կողմ եմ նրան, որ երկիր մոլորակի փրկության համար, այո, օգտագործենք նաև հինը եւ անընդհատ չպատրաստվի նորը, ինչու ոչ։ Նաև հիշենք, որ մեր ծնողները այս ամենի մեջ, ինչպես նաև կհիշեք շատերը խրուստալները, չէ, կրիստալ են այստեղ ասում, ինչքան մեծ գումարներ են դրել, աստղաբաշխական թվեր իրենց աշխատավարձերն են ներդրել։ Եվ մենք ուղղակի կամ նետում ենք, լավագույն դեպքում պահում ենք նկուղում։ Այսպես այս թեմային մի ուրիշ օր ես կանդրադառնամ ավելի մանրամասը, բայց եկեք գնահատենք այնինչ որ ունենք։ Իհարկե այն արժեքները, որ նաև փոխանցվել է մեր սերնդից սերունդ մեր ծնողներին, նաև այն իրերը, որ իրենք են գնել սեր, հոգի, ճաշակ, զգացմունքներ դնելով այդ ամենի մեջ։ Օրինակ ես սրան գնելուց շատ մեծ ուրախություն ապրեցի։ Միգուցե հետո երեխաներս թափեն, չգիտեմ, բայց այդ պահին այդ էմոցիաները, որ ես ունեցա, երևի ժամանակին էլ ունեցել են իմ ծնողները, ահա այսպեսին է կյանքը սիրելիներ։ Սելավի, ինչպես կասեց ֆրանսիացին։ Դե գնահատեք այս գեղեցկությունը ու ես հավաքեմ։ Այստեղ մոշ կլցնեմ, այստեղ մալինա, բայց երևի թե գնամ մի հատ էլ գնեմ ելակի համար, ինչ կասեք, քանի դեռ արկա է։ Աշե, գիտեք, հետո չի լինի այս երկու օրն է, կգնամ մի հատ էլ ելակի համար կվերցնեմ։ Կարծում եմ թե։ Ահա գոտին ամենասովորական կլասիկ դիզայնով, արծաթագույն մետաղական ճարմանդով այդպիսի գոտի է եւ փաստորեն ես ճիշտ էի, քանի որ կաշվից է, այս գոտին պատրաստված, ահա 100%-անոց կաշի է, առանց խառնուրդների, 20 եվրոից դարձել է 8 եվրո, կաշվե գոտի է, ինչպես ես ճիշտ կրահեցի, հակառակ դեպքում բարձր գին չէին դնի։ Ինձ դուր են գալիս նման լոկանիկ դիզայնով արծաթագույն գոտիները, մեծ ճարմանդ այդքան էլ չեմ սիրում, ավելի շատ այսպիսի կլասիկ նրբագեղ ճարմանդներով գոտիներն են ինձ դուր գալիս։ Եվ գոհ եմ այս գնումից։ Կարծում եմ, որ երկար կծառայի ինձ այս գոտին։ Մեկ սեզոն են դիմանում գոտիները, բայց քանի որ սա կաշվից է, հուսամ, որ ավելի երկար կյանք կունենա,
Ոչ թե չեմ կարող գնել նորը, պարզապես չեմ ուզում անդադար ինչ-որ բաներ գնել, նորից եմ կրկնում, ես կողմ եմ մոլորակի պահպանությանը, միգուցե դա բոլորին չի հասկանալի, բայց անկարծ կպոկվի սա, թող տանը երկրորդը լինի կամ նվերի համար գնեմ, այլևս այդպես չեմ մտածում, թեպետ ինչքան էլ հարմար տարբերակ է լինում, փորձում եմ ավելորդ բաներ չգնել։ Sephora Ինչ կա այստեղ, եկեք նայենք միասին։ Ինչքան էլ թուղթ են դրել մի փոքր բանի համար։ Ահա այս շրթներն եմ գնել, դե սա պրոբնիկ է նվեր է, անուշ հոտով օծանելիք է նորություն, ինչ որ միշտ դնում են նորությունները, որպեսզի մարդիկ շարակրկրվեն գնեն։ Lancome-ի այս շրթներքը վաղուց էի ուզում գնել, որովհետև գույնը էքսպրեսո սուրճի գույնին է ու ես շատ եմ սիրում էքսպրեսո սուրճ, 30% զերծվել է 51-ից դարձել է 35-70, հիմա բացեմ գույնը տեսեք, ահա համարը 338 և անվանումը էքսպրեսո rush, Lancome բրենդն է, վարդը Lancome-ի, լոկանիկ դիզայնով, գեղեցիկ հաճելի ֆուտլյարով, այստեղ էլ նույն համարն է բնականաբար իր անվանումով, երևից պետք է սեղմել ու շրթներքը կբացվի, ահա այսպես, տեսեք ինչ գեղեցիկ գույն է, իսկական էքսպրեսո սուրճի գույնն է, դեղնություն չունի այս դարչնագույնը, հենց էքսպրեսո սուրճի գույնն է, դուք ինքներդ էլ կհաստատեք դա, ահա մոտեցնեմ, միգուցե ավելի լավ երևա, ահա այսպես, եթե վերջանա շրթներքը կարող եմ գնել այս մեջի տարբերակը և տեղադրել այս նույն ֆուտլյարի մեջ, թեպետ գիտեք քիչ է տարբերությունը շրթներքի միջուկի, թե ամբողջական այս ֆուտլյարի հետ եթե գնեմ, այդքան էլ շատ չի տարբերությունը։ Եվ այս շրթներքը ես կօգտագործեմ վերջերս գնաց այս Անաստասիա մատիտի հետ, գույնը համընկնում է, դարձյալ նույն գույների մեջ է, ես այս մատիտը արդեն ձեզ ցույց եմ տվել, բայց եւս մեկ անգամ ցույց կտամ, միգուցե կհետաքրքրի նրանց, ովքեր չեն տեսել։ Ահա, սա էլ Անաստասիա մատիտը, համընկնում են երանգները, շրթներքի ու այս մատիտի, հաճույքով միասին կօգտագործեմ։ Սա էլ այսպես։ Տան համար գնել եմ ահա այսպիսի աքսեսուարներ խոհանոցային և լոգարանի համար վարակույրներ, շատ լավն է, կտորից է, բայց ջրակայուն կտորից է, միկրոֆիբր տարբերակով, ներկապահին այս նույն վարակույրի մոխրագույնն է կախված իմ լոգարանում, տարին մեկ անգամ փոխում եմ, թարմացնում եմ, այս անգամ որոշեցի վարդագույնի մեջ, այստեղ մոխրագույնն է հիմա ներկապահին կախված, լոգարանում ճիշտ և ճիշտ նույն կտորից է, թեթև և ջրակայուն, ահա և վարդագույն տարբերակը, այս անգամ ուզեցա բաց ֆոն ընտրել, թարմացնել ավելի շատ լոգարանը, որ գույնն է ձեզ դուրս գալիս, մոխրագույնը թե վարդագույնը, ինձ ներկապահին վարդագույնը, վարդագույնի մեջ գնել եմ նաև սրբիչներ, երկուսը մեծ, երկուսը փոքր, սա 70-ը 140-ի վրա է, սա 50-ը 100-ի, հատուկ հյուրերի համար, թեպետ մենք այստեղ բարեկամներ չունենք, հայրենակից մեկն էլ չունենք, և այնուհանդերձ հյուրեր ունենում ենք մեր ընդհանուր ընկերները, իմ ընկերուհիները և այլն, բայց իմ ամենամոտ ընկերուհին, որին ես գիտեի 30 տարի, մոտավորապես դեռևս Հայաստանից էի ճանաչում նրան, տեղափոխվեց այլ քաղաք, Ֆրանսիայի հարավ դեպի այդ հատվածը, ուրախ եմ, որ գնաց տաք տեղ, բայց տխուր եմ, որ հեռացավ ինձանից, ինչևիցե միգուցե չի բացառվում շուտով և կհանդիպենք ամռանը,
Բայց ուզում եմ ասել, այն յուրաքանչյուր պահը, րոպեն վայելեք ձեր մտերիմների, սիրելիների հետ, թե ձեր ընկերների, թե ձեր ընկերուհիների եւ ամենակարևորը ձեր հարազատների հետ։ Ես շատ եմ գնահատում այդպիսի պահերը։ Սա իմ կոլեկցիան է, իմ զարդերի հավաքածուի մի մասը ընդամենը։ Ով է այն քաջը, որ կարող է ինձ հետ մրցի, հապա մի նայեք, սա դեռևս մեկ հատվածն է։ Ինչքան սիրուն զարդեր ունեմ դեռևս ձեզ ցույց տալու։ Անկեղծ ասած, այն մարդիկ, որոնք ինձանով ոգեշնչվում են իմ զարդերի մասշտաբներով, ես շատ ուրախ եմ։ Փորձեք, եթե կարող եք, եթե կստացվի։ Բայց գոնե մի փոքր գիտելիքներ ձեռք բերելուց հետո հաճախ դիտեք իմ տեսանյութերը, սովորեք ամեն ինչ այն տեսանյութերից, որտեղ ամեն ինչ զարդերի մասին է։